Մեծարգո վարչապետ, ինչպիսի փոփոխություններ կամ բարեփոխումներ են նախատեսվում պետական կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու համար։ Եվ արդյոք պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է։ Ես արդեն անդրադարձա այդ հարցին, մենք ոչ թե աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք վարում, այլ հիմա կառավարության հաջորդ նիստում թերևս կընդունենք պիլոտային ծրագիր, որի իմաստը հետևյալն է. նախորոշված առաջնահերթությունների կատարման արդյունքների հիման վրա որոշակի ինդեքսացիոն համակարգեր ստեղծել։ Այսինքն ինչն է դրա իմաստը։ Մենք նախարարություններին, գերատեսչությունների հետ հաղորդակցության միջոցով յուրաքանչյուր կիսամյակից առաջ իրենց կողմից ընդունում ենք պլան, ծրագիր, թե որն է առաջիկա 6 ամսվա անելիքներից ամենակարևոր 3-ը, պայմանականորեն երբեմն կարող է լինել 4-ը եւ 5-ը։ Դա արձանագրելով 6 ամիս հետո ամփոփում ենք արդյունքները փոխվարչապետերի եւ իմ մասնակցությամբ եւ գնահատում ենք եւ այդ գնահատականի հիման վրա նաեւ որոշակի վարձատրության համակարգի վրա ունենում է ազդեցություն։ Այսինքն սա ոչ թե աշխատավարձի դրույքաչափի փոփոխություն է լինելու, այլ աշխատանքի արդյունքի գնահատման հիման վրա վարձատրության որոշակի աճ, բայց այստեղ կարևոր մի առանձնահատկություն էլ կա, որը ուզում եմ ընդգծել, այդ հավելյալ վարձատրության որոշակի մասը մենք կուղղորդենք դեպի այն ստացող պաշտոնյաների կրթություն։ Այսինքն հաջորդ կիսամյակը գնահատելիս մեզ համար կարևոր կլինի, թե ստացված հավելյալ գումարը տվյալ պետական աշխատողը ինչքանով է ծախսել սեփական կրթությունը բարելավելու վրա։ Այսինքն կարճ ասած, եթե մարդը այդ գնահատման արդյունքում ստացել է 10,000 դրամ հավելյալ, պայմանական ասած, մենք նախ կսահմանենք դե յուրե, որ օրինակ դեռ չենք որոշել, դա փորձագիտական գնահատման հարց է, որ այդ 10,000 դրամից 1,000-ը պետքա որևէ կրթական ծրագրի մասնակցելու վրա ծախսի, եւ այդ մասնակցությունը եւ մասնակցության արդյունավետությունը հիմնավորող փաստաթղթեր պետք է լինեն, եւ որի արդյունքում մենք ենթադրում ենք հաջորդ կատարողականը ավելի բարձր կլինի, հաջորդ այդ հավելավճարը ավելի բարձր կլինի, աշխատանքը ավելի արդյունավետ կլինի եւ հանրային գոհունակությունն էլ կավելանա։ Ես արդեն ասացի, մեր խնդիրն է, որ մենք խոսում ենք անընդհատ մեր կրթության եւ մեր որակավորման բարձրացման անհրաժեշտության մասին, բայց մոտիվացիոն համակարգեր իրականում չկան, ընդ որում մոտիվացիոն համակարգերը կարեւոր են այդ օրակարգը մեզ հիշեցնելու մասին, որովհետև ամենօրյա աշխատանքը ի վերջո մոռացության է տալիս, ինչքան էլ մենք գաղափարապես նվիրված լինենք այդ օրակարգին, բայց ամենօրյա աշխատանքը կարող է մոռացության տալ։ Եվ հետևաբար առաջիկա կառավարության նիստում մենք կխոսենք այդ մասին, հարցը ենթադրում եմ կդնենք զեկուցման, իհարկե նաև հետագայում իրազեկում տեղի կունենա, որը իմիջայլոց այս պիլոտային ծրագիրը հետագայում հիմք կդառնա նաև հանրային ծառայության համակարգում վճարումների, վարձատրությունների, աշխատավարձերի համակարգի բարեփոխման համար։ Ինչպիսին կլինեն այդ բարեփոխումները, կախված կլինի այս պիլոտային փորձնական ծրագրի արդյունքներից եւ նրա վերլուծությունից։ Խնդրեմ հաջորդ հարց։ Մեծարգո վարչապետ, ինչպես եք գնահատում թրիփ նախաձեռնությունը որպես երկարաժամկետ տնտեսական եւ ռազմավարական հնարավորություն Հայաստանի համար եւ որն է մեր երկրի առանցքային դերը։ Թրիփ նախագիծը համարում եմ շրջադարձային, մեր երկրի դերն էլ առանցքային է ակնհայտորեն եւ չգիտեմ էլ ինչ իմաստներ էր դրվել հարցի մեջ, այսինքն շրջադարձային նախագիծ մեր երկրի առանցքային դերակատարմամբ։ Ինձ թվում է սրանով ամեն ինչ ասվել է։ Չէ, ուրիշ բան ենթադրում եմ չարժի։ Ոչ թե չարժի այն իմաստով, որ ինչ որ բան կա չարժի ավելացնել, այլ դա ամբողջությամբ արտահայտում է նախագծի իմաստը։ Մնացած մասերով իրականում շատ խոսել ենք եւ շատ
խոսելու ենք, ես էլ պլանավորում եմ եւ որևէ մութ կետ եւ անթափանցիկ նրբություն չկա եւ դրա մասին մենք շարունակաբար կխոսենք։ Շրջադարձային ծրագիր Հայաստանի Հանրապետության առանցքային մասնակցությամբ կամ դերակատարում։ Խնդրեմ հաջորդ հարց։ Մեծարգո վարչապետ, կրթության ոլորտում ինչ սկզբունքային փոփոխություններ են նախատեսվում մրցունակ եւ ժամանակակից կրթություն ապահովելու նպատակով։ Դե ըստ էության շատ ծավալուն հատված է իմ ելույթի դրան էր նվիրված։ Ես կարծում եմ, որ կրթության նպատակը ճշգրտելը շատ կարևոր բան է եւ ես փորձեցի դա անել եւ մեր ռազմավարություններում դա մենք փորձում ենք անել։ Ամենևին պատահական չէ, որ նորակառույց դպրոցներում մենք այդ կարգախոսը կարևոր ենք համարում, որ լինի։ Ուղղված երեխաներին լավ սովորիր, որ լավ ապրես։ Որովհետեւ իսկ ինչու պետքա մարդը լավ սովորի։ Ինչու պետքա մարդը լավ սովորի։ Երեխայի համար սա պետքա շատ հստակ եւ հասկանալի լինի։ Եվ նաև կրթությունը շատ կարևոր է մարդը բարձրագույն արժեք է կարգախոսի իրականացման համար։ Եվ մենք պետք է կարողանանք այդ կարգախոսին հակառակ կողմից էլ նայենք։ Կառավարության կողմից բոլորը գիտեն, որ մարդը բարձրագույն արժեք է եւ բոլորի, ձեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն մարդուն։ Բայց հակառակ կողմն էլ կա։ Եթե պետության համար մարդը բարձրագույն արժեք է, բա մարդու հենց իր համար ինքը պետքա լինի արդյոք բարձրագույն արժեք թե չէ։ Ոնց կարա մարդը ինքը իր համար բարձրագույն արժեք չլինի, ինքը իրեն բարձրագույն արժեք չհամարի եւ ակնկալի, որ ուրիշը իրեն բարձրագույն արժեք համարի։ Այստեղ տրամաբանական բան կա, խզված կա։ Եվ մեր գնահատականն է նա, որ մարդը ինքը իրեն բարձրագույն արժեք կարող է համարել ինքը իր կրթությանը պատշաճ ուշադրություն դարձնելով։ Ընդ որում կրթություն ասելով մենք չպետք է հասկանանք, որ միայն ուշադիր լինի ֆիզիկայի, քիմիայի եւ մյուս։ Կրթությունը շատ ավելի լայն հասկացություն է։ Սկսած հազար ներողություն, բայց սնվելը, սննդակարգը սնվելու ձևը ինքը նույնպես կրթական հարց է։ Առողջ ապրելակերպով ապրելը կամ չապրելը ինքը նույնպես կրթական հարց է։ Կներեք փողոց դուրս գալու դեմքի արտահայտությունը նույնպես կրթական հարց է։ Հերթ կանգնելը այո ակնհայտորեն։ Հազար ներողություն տանը ունեցած ընտանիքի միջավայրում ունեցած դեմքի արտահայտությունը նույնպես կրթական հարց է։ Աշխատավայրում ունեցած դեմքի արտահայտությունը նույնպես կրթական հարց է։ Արտաքին տեսքը նույնպես կրթական հարց է։ Բարև տալու ձևը նույնպես կրթական հարց է։ Եվ ես համոզված եմ, որ մեր պետության հարատևության այդ հազարամյա օրակարգը այսպիսի փոքր դետալներից է կառուցված։ Եվ համոզված եմ, որ երբ որ մենք փորձում ենք ուսումնասիրել, շատ մեծ աղմուկներ են առաջանում երբեմն, թե մենք ինչ ենք ուսումնասիրում եւ ինչի համար։ Մենք օրինակ վերջին տարիներին, իհարկե սկսած 2000, եթե չեմ սխալվում, 20 թվականից, մենք փորձեցինք մեր իրականությունը հասկանալ ոչ ավանդական ձևով։ Փորձել մեր իրականությունը հասկանալ մեր կենցաղից, ինչ կապ ունի մեր կենցաղը մեր իրականության հետ։ Եվ նաև այդ է պատճառն ասում, ոնց կարանք մեր տներում մենք, ասենք օրինակ ծննդյան հոբելյան անելիս, մեր ընտանեկան 47,000 դրամը ծախսենք անարդյունավետ, մեկը ծախսենք այնպես, որ վերջում այդ ափսոսանքի զգացումը մնա, որ մեկը ինչ-որ բան կամ պակասեց կամ ավելացավ։ Չէ, մեր սեղաններում ինչ-որ բան կամ պակասում է, կամ ավելանում է։ Ոնց կարող ենք մենք այդ սեղան պատրաստողներ, այդպես հյուր ընդունողներս, այդ 47,000 դրամը ծախսենք մի տրամաբանությամբ, հետո գնանք կառավարության դահլիճը մեզ փոխում է, նստենք կառավարության նիստի սեղանի շուրջ եւ 470 միլիոն դրամը լրիվ ուրիշ հակադարձ ուրիշ տրամաբան չի կարող այդպեսի բան չի կարող լինել։ Եվ հետեւաբար, եթե մենք ուզում ենք 470 միլիոն դրամը ծախսել մաքսիմալ արդյունավետությամբ, դրա համար առաջին քայլը մեր 47,000 դրամը պետք է կարողանանք ծախսել մաքսիմալ արդյունավետությամբ։ Ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում։ Եվ սա ես ներողություն եմ խնդրում,
մի քիչ էլի երկար պատասխանելու բանի մեջ ընկա։ Ես օրինակ նայում եմ, բոլորս էլ մենք հարսանիքներ ենք գնում, լավ է հարսանիքները թող շատ լինեն։ Մեր այսօրվա մեր կուլտուրայի մեջ այն սեղանները, որի շուրջ մենք նստում ենք։ Երբ որ մենք արդեն դուրս ենք գալիս հարսանիք, ավարտվել է հարսանիքը։ Այդ սեղանի վրա այնքան բան է մնում, որ կարելի է 3 հատ էլ տենց հարսանիք անել։ Բայց ժողովուրդ ջան, անարդյունավետ ծախս է, վատնում է։ Ում փողն ենք մենք վատնում։ Թվում է թե մարդը ինքը իր փող, ոչ, դա մեր փողն ենք վատնում։ Մեր երկրի ավելացված, մեր երկրի հնան ենք սխալ ձևով վատնում։ Ոնց լուծել ես խնդիրը։ Կարճոք մի կառավարության, ինչ ոստիկանությունը գնա մտնի սեղանները կամ կառավար, ոչ, մենք պետքա խոսենք սրա մասին, պետքա առերեսվենք, պետքա խոսենք առանց ամաչելու, առանց նեղվելու, որովհետև էլ կա, մեր գործընկերներն էլ են ասում, եւ ես համաձայն եմ, այդտեղ այդ ներբությունը կա, որ ես մեկ-մեկ կառավարության նիստերի ժամանակ այս թեմաների մասին խոսում եմ, այնպես տպավորություն կարա ստացվի, թե ես մեր հանրությանը դիտողություն եմ անում, բայց ես իմ մասին եմ ասում։ Ես ինչ որ ասում եմ, իմ մասին եմ ասում։ Որտեւ այդ 47,000 դրամը իմ կողմից մեր տանը, այսա նոր տարի է գալիս, բոլորդ այդ նույն խնդիրների առաջ կանգնելու եք։ Որտեւ ես մեր ընտանիքի օրինակով կարամ ասեմ, 7 անգամ փորձել ենք ինչ որ մոդել փոխել, մեկը չի ստացվում։ Որովհետև ուզում ենք մոդելը փոխել, բայց դրա գիտելիքը մենք չունենք։ Դա կրթական հարց է, պետք է սովորենք ոնց։ Որովհետև քչացնում ես պակասը, ավելացնում ես շատը։ Ոնց որոշել, օրինակ, ոնց որոշել։ Եվ ստեղ լուրջ խնդիրներ կան։ Խնդրեմ հաջորդ հարցը։ Մեծարգո վարչապետ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ուժեղացնելու ուղղությամբ ինչ նոր գործիքակազմ է նախատեսվում համայնքային զարգացման աջակցելու համար։ Գիտեք, որ վերջին տարիներին դոտացիաները աննախադեպ ծավալների են հասել, սուբվենցիոն ծրագրերով մենք շատ մեծ ներդրումներ ենք անում համայնքներում։ Իհարկե հիմա քննարկումներ կան եւ բանավեճեր կան, նաեւ հարկային որոշակի մասհանումներ անելու վերաբերյալ համայնքները ուժեղացնելու։ Ես գիտեք սկզբունքորեն նեգատիվ չունեմ այդ հարցի վերաբերյալ, այստեղ ինձ ուրիշ հարց է հուզում ավելի շատ, մենք պետքա համեմատենք դա իմ ասած մեր պետության աերոդինամիկայի խնդրի հետ, որովհետև գիտեք այնուամենայնիվ, երբ որ մենք այս օրակարգերը արձանագրում ենք եւ ասում ենք, որ պետությունը մեզ համար բարձրագույն արժեք է, մենք պետքա աերոդինամիկ առումով ուժեղ պետություն ունենանք եւ այստեղ փորձագիտական եւ քաղաքական քննարկման հարց է կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների բալանսը կամ լիազորությունների ու ազդեցությունների բալանսը որ կետի վրա պետք է լինի, ընդհանրապես այդտեղ որևէ ռիսկ կա պետության աերոդինամիկայի առումով թե չկա։ Ես չեմ բացառում, որ չկա, ես չեմ բացառում, որ կա, բայց ես ասում եմ, եկեք գիտակցված եւ ինֆորմացված որոշում կայացնենք, որպեսզի իմանանք ինչ ենք անում։ Չստացվի, որ մենք հիմա որոշում կայացնենք, իմիջիայլոց էդ էլ է կարևոր։ Մենք շատ դեպքերում, օրինակ, եւ դա նորանկախ պետության հատուկ երևույթ է կամ երկար ավանդույթներ չունեցող, մենք ռեկոմենդացիաները երբեմն կատարում ենք առանց այդ ռեկոմենդացիաները միջազգային կազմակերպությունների նկատի ունեմ, առանց խորությամբ վերլուծելու, որտեվ էլի կատարենք, բայց հասկանալով կատարենք, որովհետև նույնիսկ ամենալավ բանը առանց իր նրբությունները հասկանալու իրականացնելը ինքը բերում է խնդիրներ, որովհետև այդ բարեփոխումը իրականացնելու անբաժանելի մաս է այդ բարեփոխումը գենետիկ մակարդակով հասկանալը։ Հնարավոր չէ այդ բարեփոխումը իր բոլոր նրբություններով չհասկանալ եւ այն արդյունավետ իրականացնել, որովհետեւ բարեփոխումը իրականացնելը մենակ օրենք կամ կառավարության որոշման տեքստ գրելը չի։ Ինքը եթե քո գիտակցության մեջ չմտավ եւ ինքը արդեն քո գիտակցության եւ քո մտածողության ձևի մաս չի, ինքը չի կարող աշխատել։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ հենց այս տրամաբանությամբ պետք է գնանք եւ ես կարծում եմ այդ սկզբունքն էլ կարեւոր է, որ
Հատկապես պետական մարմիններում այդ պրոբլեմը մենք ունենք, որ մարդիկ երբեմն կաշկանդված են գաղափարներ առաջ քաշելու հարցում։ Մենք պետք է այդ մթնոլորտն էլ ստեղծենք, որ մարդիկ ստեղծագործական լինելու ազատություն ունենան, ոչինչ թող գաղափարը կմերժվի, ողբերգություն չկա։ Այն իմաստով, որ առաջ քաշվող գաղափարների մեծ մասը այսպես թե այնպես մերժվում են։ Չի կարա լինի, որ 10 գաղափարից 10-ը իրագործվի։ Բայց մի լավ գաղափարի համար պետքա տասնյակ լավ գաղափարներ առաջ քաշվեն, մերժվեն, եւ գուցե մի լավ գաղափարը ձևավորվի այն քննարկման ընթացքում, որի արդյունքում այն ի սկզբանե առաջարկված գաղափարը մերժվելու եւ դրա փոխարեն ծնվելու է բոլորովին ուրիշ այն երազանքի առաջարկը, որը պետք է ի սկզբանե լիներ։ Նկատի ունեմ մտավոր աշխատանքը եւ ստեղծագործականությունը խթանելը պետական համակարգում ամենամեծ մարտահրավերն է եւ ամենամեծ խնդիրը, որը մենք պետք է լուծենք։ Շնորհակալ եմ։